Տիկին Քրիստինե Վարդան ասում է, օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Ոչ մի բան։ Մի հատ կարակ ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով այդ երամիասնությամբ, այդ երագլուխ հրեշով մի հատ տենց կառավարման տարիների մի հատ բան ցույց տվեք, 12 ամիս ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել։ Ցույց տվեք 12 ամիս այդ 3-ի կառավարման տարիներին միավոր վերցրած 12 ամիս, որ մարտական պայմաններում զոհ չի եղել, ցույց տվեք։ Չեք կարա ցույց տաք։ Չեք կարա ցույց տաք, որտեվ չի եղել տես 12 ամիս։ Մենք հիմա դա ցույց ենք տալի։ Ու դրանով է նաև պայմանավորված, որ Էլինար Վարդայանը ստեղից ասում է կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Գիտեմ, որ երջանիկ չեք։ Գիտեմ, որ այս սրա բերումով իրապես երջանիկ չեք, իրապես երջանիկ չեք, որ սահմանի զոհ չկա։ Երջանիկ չեք դուք դրանով, որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ որ ադրբեջանական կողմից էսկալացիա էր ելնում։ Ես անկեղծ եմ ասում, ես այտենց մարդկային ուրախություն ու ցնծանք հոգեկան, քան ձեր մոտեր այդ օրերին, չեմ հիշում ու չեմ տեսել ես իմ կյանքում։ Ու դուք երջանիկ չեք այո, որ սահմանի զինվոր չի զոհվում։ Դուք երջանիկ չեք դրանով։ Բայց ես ձեզ պիտի տխրեցնեմ էլի, դուք շարունակելու եք այս հանգամանքի բերումով դժբախտ մնալ, շատ դժբախտ եք մնալու։ Բայց ձեր այս ամբողջ բանը, այս մաղձը, այս սուտի սքավորությունը, չգիտեմ, Էգեյան կայֆեր, ստեղ սուկ, Էգեյան կայֆեր, ստեղ սուկ, այդ ամեն ինչի մեջը մեկա շարունակում է մնալ Վարդանիկի ասածը։ Հիմա ուզում եք թռեք օդ, իջեք ներքև, գնացեք դուրս, մի գնացեք դուրս, մնացեք ձեր տեղում նստած, ձեր քաղաքական ամբողջ պարադիգմա Վարդանիկը բացահայտել է։ Ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղա ես։ Քանի օր ասում եմ, ժողովուրդ ջան, ձեր Վարդանիկն է, չեք դատապարտել այդ արտահայտությունը, ամեն կերպ իրան աջակցել եք, ոնց կարեցել եք, ինչ ասես արել եք, պուն, վաբշե ընտրել է քաղաքապետ։ Հիմա հարց, դուք միութենական պետության ջատագով ու կողմնակից եք, թե թրքապատակ շան տղա։ Այս երկընտրանքը մեզ չի կարա վերաբերի, որտեղ Վարդանիկը ի սկզբանե մեր համար մերժելի ու եղկելի կերպար է, բայց ինքը ձեր սարքած քաղաքապետն է։ Դուք ինքը ձեր, չգիտեմ, այդտեղ ինչ-որ տեր բան հարաբերություն կա։ Դուք միասին եք, դուք սիմբիոզ եք, դուք բան եք, ժողովուրդ ջան։ Մարդը կանգնում, ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղա ես։ Մենք այդ պարադիգմից դուրս ենք, որտեղ մենք իրան ի սկզբանե ենք մերժում, իրա բերանից ելած յուրաքանչյուր բան մերժում ենք, բայց դուք ո՞րն եք։ Դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Դուք այդ պարադիգմա առաջ քաշողն եք, դուք մյուս Վարդանիկն եք։ Որովհետև էդ է ձեր խնդիրը, դուք ինչ եք մեզ ասում թրքապատակ, դուք ինչ եք ասում թուրք։ Որտեղ մենք ինչա չենք կիսում ձեր ասած միութենական պետություն կողելու բանը Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր գոյության իմաստը քաղաքական։ Մենակ էդ է Հայաստանը ինչ-որ մի բայ հարմարացնեք, արանքը ճղեք, կողեք միութենական պետության մեջ։ Ձեր քաղաքական գոյության իմաստը էդ է, թռնեք վերև, իջնեք ներքև, ինչ ուզում եք անեք, մարդը բացահայտել է։ Սրանից դուք չեք կարալու փախնեք։ Ձեր Վարդանիկն է, ուղիղ տեքստով ասել է, ցանկացած անգամ, երբ որ դուք ինչ-որ մեկին ասում եք թուրք, դա ընդհանրապես նշանակում է մի բան։ Այդ մարդը հակադրվում է ձեր կողմից առաջ տարվող Հայաստանը միութենական պետության մեջ կողելու ծրագրին։ Էդ է, դուք ուրիշ պատճառ չունեք ոչ մեկի ոչ մի բան ասելու։ Դուք ընդհանրապես ուրիշ բան չունեք։ Նորից եմ ասում, ժողովուրդ ջան, եթե դուք իրապես պատմական Հայաստանի ու պատմական հայրենատիրության, հայրենապահանջության ջատագովներն եք, Հայաստան իրան սահմանից ենկոմ տարածքային պահանջի չունեք, որտեղ չեք կարող ունենաք, դուք այդքան չկաք, որ ունենաք, որովհետև դա դուք չեք որոշում, դուք որտեղից պետք է հայրենիք պահանջեք, դա ձեր տեղը չեկա KPSS-ի բանում, ամեն ինչը շատ սիրուն գրել, որոշել տվել են ձեր ձեռը։ Դուք բան եք անում տենց, այդ ամեն ինչ ընդամենը կրում եք, այդ ամեն ինչով աշխատում եք ընդամենը ձեզ եկած դիրեկտիվներով։ Դուք ինքնուրույն քաղաքական ուժ չեք, դուք քաղաքական միավոր չեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։